Մենք այսօր պիտի խոսենք, թե ինչն է մեզ խանգարում դեպի Աստված տանող ճանապարհին, թեև տեսական ձևակերպումները կարծում եմ բոլորիս էլ հայտնի են, ամեն մարդ նույնիսկ բացի ընդհանուր ձևակերպումներից յուրաքանչյուրը ձեզանից, յուրաքանչյուրը ձեր հերթին կարող եք կոնկրետ ինչ-որ հանգամանքներ, ինչ-որ իրավիճակներ ընդգծել, թե կոնկրետ ձեզ ինչն է խանգարում ձեր փորձառությունից ելնելով, որովհետև շատ հաճախ են մարդիկ խոսում այն մասին, որ երբ որ մենք ուզում ենք ավելի ջերմեռանդ, այսպես դրսևորել մեր հավատքը, ավելի այսպես մոտենալ Աստծուն, այնքան գայթակղությունները շատ են, այնքան ավելի ինչ-որ խնդիրներն ու խոչընդոտները շատ են, թեև ես չեմ այդքան ընդունում կամ հավատում այդ միստիկ ձևակերպումներին, երբ որ դրա տակ մենք ինչ-որ sense հատուկ միստիկա ենք տեսնում, որովհետև իրականում խնդիրը ավելի շատ մեր տեսադաշտի հետ է, թե ինչպես ենք մենք նայում, ինչպես ենք մենք վերաբերում այն իրողություններին կամ այն դժվարություններին ու փորձություններին եւ նաեւ գայթակղություններին, որոնք որ մեզ հանդիպում են առհասարակ մեր կյանքի ընթացքին։ Շատ հաճախ ասում ենք, որ դժվարություններն ու փորձությունները մեզ կարող են ավելի բերել հոգևոր հասունության եւ ավելի մեր կյանքը պտղաբեր դարձնել այն իմաստով, երբ որ մենք փորձում ենք հաղթահարել մեր դժվարությունները, դրա արդյունքում մենք ավելի սովորում ենք, ավելի կոփվում ենք եւ այս իմաստով բնականաբար դժվարություններն ու փորձությունները կարող են մեզ ավելի հոգևոր հասունության բերել, որովհետեւ վստահությունը, որ փորձությունները կարող են մեզ մեր կյանքում վերածվել բարիքի, նաև մեզ օգնում են հաղթահարել ամեն տեսակ այսպես գայթակղություն մեր կյանքի ընթացքում, երբ որ մենք իրապես բոլոր փորձությունների ու դժվարությունների մեջ ի սկզբանե ոչ թե մենք հուսահատվում ենք, ոչ թե ընկրկում ենք, այլ հանգիստ ընդունում ենք ցանկացած մարտահրավեր, առաջին հերթին վստահ լինելով, որ Աստված միշտ մեր կողքին է, Աստված միշտ մեզ հետ է, եւ նաեւ հավատալով մեր ուժերին, որ եթե մենք իրապես ցանկանում ենք, մենք կարող ենք ցանկացած դժվարության ու փորձության դիմակայել եւ այդ ընթացքում մենք շատ ավելի կարող ենք մեր հոգեվոր կյանքի համար ավելի օգուտ քաղել, ավելի կոփվելով, ավելի ամրանալով, ավելի բացահայտելով մեր կյանքի ընթացքում Աստծո ներկայությունը։ Կյանքում ամեն բան պետք է որ իմաստ ունենա, թե ուրախությունը, թե դժվարություններն ու թե փորձություններն ու ամեն ինչ պետք է որ իմաստ ունենա։ Եթե մենք այսպես ապրում ենք մեր կյանքը այսպես անտարբերորեն, դե այն իմաստով, որ ինչ կլինի, իրականության մեջ մենք տեղում կորոշենք այս կամ այն իրավիճակում ինչպես վարվել կամ ինչպես չվարվել, եթե մենք այսպես ենք ապրում, բնականաբար ոչ մի բանի մեջ մենք իմաստ չենք տեսնում, բայց երբ որ մենք ի սկզբանե գիտենք մենք որտեղ ենք եւ դեպի ուր ենք գնում եւ ինչի համար ենք գնում ու այդ ճանապարհին մեր ձեռքին մեր հնարավորությունները ինչ են, մեր ձեռքին ինչ կա, ինչ ենք ընդունակ մենք, ամեն ինչ մեր կյանքում կարող է փոխվել եւ իմաստ։ Նույնիսկ ցավի մեջ ամեն ինչ կարելի է իմաստավորել, երբ որ այդ ցավը մեզ օգնում է գնալ դեպի Աստված եւ ոչ թե հուսահատվել։ Եվ այդ դեպքում արդեն նույնիսկ ցավն է իմաստավորվում։ Մենք այսօր ինչ ենք փնտրում կամ ինչ ենք ուզում գնալ Աստված։ Շատ հաճախ շատ տարածված մտածումը այն է, որ գնում ենք, որովհետև Աստված մեզ պետք է։ Ինչ որ մի իրավիճակում մենք դժվարություն ունենք, մենք գալիս ենք դեպի Աստված, որովհետև մենք կարիք ունենք Աստծո օգնությանը։ Եվ Աստծո օգնությամբ մենք ուզում ենք ստանալ այն, ինչը մեր համար ավելի թանկ է, ավելի խաղաղ կյանք, ավելի այսպես ավելի բարգավաճ աշխարհ եւ այլն։ Իսկ միշտ այստեղ մեր ցանկությունը մեր անձի հետ է կապված, մեզ հարմար լինի, մեզ հանգիստ լինի, Աստծուց ուզում ենք այն ինչ որ մեզ այդ ամենը կտա։ Բայց իրականում մենք Աստծուց մենք գնում ենք դեպի Աստված, ակնկալելով, որ Աստված մեզ ավելի լավը կդարձնի եւ արդյունքում նաեւ աշխարհը կփոխվի։ Սա ամենակարևոր նաեւ առաքելություն է, ոչ թե հենց դժվարության մեջ ենք ընկնում Աստծուն հիշենք եւ կամ Աստծուն փնտրենք, այլ Աստծուն պետքա փնտրել միշտ եւ մեկ հստակ կարևոր նպատակով, որ Աստծով
Աստծո ներկայությամբ մենք ավելի լավը դառնանք եւ նաեւ մեր բարությամբ, մեր սիրով փոխենք աշխարհը։ Սա յուրաքանչյուր մարդու, կարծում եմ, ամենակարևոր առաքելությունն է։ Իհարկե, երբ որ մենք խոսում ենք դեպի Աստված տանող ճանապարհի մասին, մեզ թվում է, թե այս ճանապարհին մենք պիտի ձգտենք կատարյալի։ Իհարկե, կատարելության ձգտումը բոլորիս առաքելությունն է։ Բայց երբ որ մենք խոսում ենք մեր այս ազնիվ ցանկությունների մասին հաճախ կամ մտածում ենք մեր այս ազնիվ ցանկության մասին, լինել կատարյալ, ինչպես որ ավետարանը, չէ, մեզ պատվիրում, եղեք կատարյալ, ինչպես ձեր երկնավոր հայրն է կատարյալ։ Մի կողմից այս պատգամը կարող է մեզ հուսահատության հասցնել այն իմաստով, որ մենք ձգտում ենք կատարելության, բայց նաև հասկանում ենք, որ երբևէ մենք մեր այս կարողությամբ, մեր այսօրվա առօրյա գործերով, քայլերով, որոշումներով մենք երբևէ չենք հասնի կատարելության եւ արդյունքում մենք մեզ կարող է այսպես հուսահատվենք եւ մեզ ավելի այսպես անպետք ու անցանկալի զգանք։ Գիտեք, իրականում այս հուսահատությունը ավելի մեր կյանքը աղքատացնում է, երբեմն նաև ջլատում մեր ուժերը եւ մեզանից խլում իրավունքը պայքարելու եւ ավելի ու ավելի կատարելության ճանապարհին ամրանալու եւ զորանալու։ Երբ որ մարդը մտնում է այդ հուսահատության մեջ, այդ ճահիճը սկսում է տրվել էժան հաճույքներին եւ կամ ոչինչ չասող զբաղմունքներով իր կյանքը լցնել։ Շատ հաճախ ստացվում է այնպես, որ ամեն դեպքում դեպի Աստված տանող այդ ճանապարհին մենք չգիտենք Աստված մեզանից ինչ է ուզում։ Մարդիկ շատ հաճախ են հարցնում, ո՞րն է Աստծո կամքը, ինչ պիտի ես անեմ։ Չգիտենք, թե ո՞րն է Աստծո նպատակը կամ Աստծո ծրագիրը մեր կյանքի համար։ Եվ այս պարագային մենք կարող ենք ընկնել խուճապի մեջ կամ մատնվել անտարբերության։ Երբ որ մենք հայտնվում ենք խուճապի մեջ, մեզ վրա կարող ենք չափից ավելի պատասխանատվություն վերցնել եւ սպառվել պարզապես աշխատելով, ինչ որ կերպ մեր կյանքը զբաղեցնելով, աշխատանքի մեջ կլինի, մեր առօրյա կյանքում կենցաղի մեջ կլինի, ճիշտ մեզ ավելի ձեռնտու է այսպես սպառվել, քան թե զգալ ինքներս մեզ անպետք։ Բայց երբ որ մենք անտարբերության ենք մատնվում, այս դեպքում էլ մենք պարզապես սկսում ենք վախեցած ապրել, որ հանկարծ ինչ-որ մեկը մեր հնարավորություններից չօգտվի եւ այն որ ասում է մարգարիտները, տաղանդները կամ քանքարները պահում ենք մեզ, այն որ չէ ավետարանական են ծառայի նման, որ տարավ տաղանդը ծրարեց ու պահեց հողի տակ, որ հանկարծ դա չկորցնի։ Գիտեք, Աստծուն փնտրելը, Աստծուն գտնելը մեր կյանքում այդ ապահով մի միջավայր գտնելը եւ այդ ապահով միջավայրում տուն կառուցել չի։ Սովորաբար մենք միշտ տենց ենք անում։ Երբ որ մենք պիտի տուն կառուցենք, փորձում ենք մաքսիմալ գտնել մի ապահով, հանգիստ, խաղաղ կամ հարմար մի հատված, հողակտոր, որտեղ մենք տուն կկառուցենք։ Աստծուն փնտրելը, Աստծո հետ ապրելը այս իրականության հետ կամ այս օրինակի հետ ընդհանրապես կապ չունի։ Ընդհակառակը, Աստծուն փնտրելու ճանապարհը նման է նրան, երբ որ դու տունը կառուցում ես, վստահ լինելով, որ փոթորիկ էլ կլինի, քամի էլ կլինի, ինչ էլ որ կլինի, քո կառուցած տունը կմնա ամուր եւ հաստատուն։ Երբեմն մարդկային մեր շփումների ընթացքում գուցե այդ փորձառությունը բոլորդ էլ ունեցել եք, վստահաբար ես էլ եմ ունեցել եւ նաեւ գիտեմ, որ շատերդ գրեթե բոլորդ էլ ունեցել եք։ Երբ որ կողքից մենք մեզ նկարագրում ենք կամ գնահատում ենք, կողքից մարդիկ ասում են, չէ, դու քեզ շատ խիստ ես քննադատում կամ շատ խիստ ես այսպես քո անձը գնահատում, մռայլ գույներով, գիտեք, սովորաբար հոգու խորքում մենք այդ ձևակերպման հետ կամ այդ կարծիքի հետ համամիտ ենք։ Այո, մենք մեզ շատ հաճախ այդ մռայլ գույներով եւ շատ խիստ երբեմն նաեւ քննադատում ենք, բայց անկողմնակալ քննությունը, ինքնակննությունը կարող է բացահայտել, որ ամեն դեպքում մենք ունենք ինչ-որ դրական բաներ, որոնցով կարող ենք ուրախանալ, ինչ-որ բարի դրսևորումներ մեր կյանքի ընթացքում ունեցել ենք, բայց գիտեք, միևնույն ժամանակ մեր կյանքում շատ բան պակասում է, ինչքան էլ մենք մեզ գովելու առիթ ունենանք,
եւ կամ մեզ քննադատելու, թեկուզ մռայլ գույներով քննադատելու առիթ ունենանք, միշտ էլ մեր կյանքում ինչ-որ մի բան պակասում է, որովհետեւ բոլորս էլ ուզում ենք լինել այն, ինչ որ չենք, ուզում ենք զգալ այն, ինչ որ երբեք չենք զգացել եւ ուզում ենք սիրել այնպես, ինչպես երբևէ չենք սիրել։ Սա յուրաքանչյուր մարդու հոգու, խորքում թաքնված կամ ոչ թաքնված զգացումն է եւ ձգտումն է։ Ամեն դեպքում պարզ է մի բան, որ կատարյալ մարդու չափանիշներով ամբողջությամբ այդ չափանիշներին համապատասխանում է միայն մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Եվ սա նշանակում է, որ մենք ոչ թե պիտի ասենք, չէ, մենք երբևէ չենք հասնի կատարելության, այլ ես այս օրինակը բերում եմ ասելու համար, որ դեռ մենք ինչքան ճանապարհ ունենք անցնելու այդ կատարելության դեպի կատարելություն, ինչքան անելիք ունենք, ոչ թե հուսահատվելու, այլ ուժերը հավաքելու, խետներս գլուխներս հավաքելու եւ հասկանալու, որ այդ ճանապարհը շատ երկար է ու մենք դեռ պիտի այդ ճանապարհին քայլենք առաջ։ Ինչքան էլ մենք ճանաչում ենք Տիրոջը, ինչքան էլ մենք գիտենք Քրիստոսին, բայց մինչև որ դու Աստծուն կենթանի ներկայությունը քո կյանքում չես զգում, ոչինչ հոգևոր կյանքում լիարժեք լինել չի կարող։ Մեր խնդիրը այն հնարավորություններն են, որոնք իբրև շնորհ մեզ տրված է Աստծո կողմից այդ կատարելության ճանապարհին հաստատուն եւ հարատև մնալու։ Շատ հաճախ մենք երբ որ ասում ենք, հա, ճանաչում ենք Աստծուն, ճանաչում ենք Քրիստոսին, ու սկսում ենք ավելի ու ավելի բացահայտել, գիտեք, երբ որ մենք ավելի փորփրում ենք կամ փորձում ենք ավելի այսպես խորանալ, ինչ է ստացվում, մենք վստահ ենք, որ մենք նոր խնդիրներ չենք գտնի, թե իրականում Աստծուն կգտնենք։ Երբևէ մեր բահը քարին դեմ կառնի, թե ոչ։ Այս իմաստով շատ կարևոր է մենք, եթե մենք անընդհատ փորձում ենք բացահայտել, բայց շատ կարևոր է հասկանալ մենք ինչ ենք բացահայտում, որն է մեր նպատակը, ինչ ենք մենք առհասարակ կիրառում, ինչ հնարավորություններ մենք ունենք, որովհետև շատ հաճախ մենք երբեմն այնքան ենք փորում մեր կյանքը, որ ավելի շատ խնդիրներ ու խնդիրներ ենք բացահայտում, քան թե Աստծուն։ Հիմա մեր նպատակը որն է, Աստծուն գտնելու, թե ավելի խնդիրներ բացահայտելու մեր կյանքում։ Մի շատ լավ աղոթք, որ հաճախ կարող է մեր շուրթերից հնչել, այն է, որ Տեր, ես ճանաչում եմ քեզ, դու ամեն ինչ ես, ինչ որ ես ունեմ, դա քոնն է։ Բայց ես քեզ այնքան լավ չեմ ճանաչում, որ դու դառնաս այն ամենը, ինչ որ ինձ պետք է։ Եվ մեր այս աղոթքով խնդրում ենք, որ Աստված օգնի եւ առաջնորդի մեզ գտնելու իրեն, եւ ոչ թե այն, ինչ որ մենք ուզում ենք, այլ գտնելու Աստծուն։ Այո, այն, ինչ որ մենք ունենք, դա Աստծունն է։ Աստծուց է մեզ տրված եւ դա Աստծուն է։ Ինչ էլ ձեռք ենք բերել, մեր պայքարի, մեր աշխատելի Աստծունն է։ Եվ դա մենք բոլորս հստակ գիտենք։ Դրա համար մենք շնորհակալ ենք Աստծուն, շնորհակալ չենք, երախտապարտ ենք եւ այլ, կարեւոր չի, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ ինչ որ մենք ունենք Աստծունն է։ Բայց արդյոք մենք պատրաստ ենք, որ Աստծուց վերցնելու այն, ինչ որ մեզ պետք է։ Այն ինչ որ ունենք, բայց շատ բանի մենք կարիք ունենք հոգևոր պայքարի եւ կատարելության ճանապարհին։ Ես նկատի չունեմ առողջություն, ես նկատի չունեմ հարստություն եւ այլն։ Ես հոգևոր արժեքների մասին եմ խոսում։ Շատ հաճախ մեզ թվում է, որ եւ ինքնաճանաչումը եւ հոգևոր կյանքում կարգապահությունը մեզ շատ հարցերում կօգնի։ Այո, այսօր յուրաքանչյուր քրիստոնյա ձգտում է ինքը իրեն ճանաչել եւ նաեւ փորձում է եկեղեցու կարգ ու կանոնին հետևել, դա աղոթական կյանքը կլինի, եկեղեցու տոնացիսական կյանքը կլինի եւ այլն։ Եվ մեզ թվում է, թե այդքանով մենք կարող ենք ասել, որ մենք լավ քրիստոնյաներ ենք։ Բայց ես ուզում եմ ընդգծել, որ ինքնաճանաչողությունը շատ հազվադեպ կարող է մեզ օգնել Աստծուն ճանաչելով, որտեղ ինքնաճանաչողությունը դեռ չի նշանակում դու Աստծուն կբացահայտես կամ Աստծուն ավելի լավ կճանաչես։
Եվ որովհետև մենք իրականում այդպես վարվում ենք, շատ հաճախ մենք Աստծուն ենք փնտրում իրականում ինքներս մեզ բացահայտելու, ոչ թե Աստծուն ճանաչելու կամ Աստծուն բացահայտելու։ Այդ նույն բանն է, որ ասենք օրինակ, ասենք, չգիտեմ, ռենտգեն նկարը թոքերի նայես, ուսումնասիրես, բայց չգնաս վիրահատության։ Մոտավորապես նույն բանն է, ասենք, անդադ քեզ բացահայտես, բայց դրանից քո կյանքը ավելին չի փոխվում։ Եթե ի վերջո դու չես ձգտում կամ չես գնում դեպի Աստված եւ չես փորձում Աստծուն ավելի բացահայտել։ Իսկ հոգևոր կարգապահությունը էլի շատ հաճախ այստեղ վտանգը կա փարիսեցիության կարող է մեզ տանել, որովհետև մենք երբ որ այսպես լավ է, իհարկե շատ հրաշալի է, երբ որ մարդը կանոնավոր գալիս է ժամերկություններին, պատարակներին, իր ընթերցանությունը Սուրբ գրքի կանոնավորանում է, պահքն է պահում եւ այլն։ Շատ հրաշալի է, բայց շատ ավելի կարևոր է, որ այդ ամենը արվի անկեղծորեն, հավատքով եւ ոչ թե դա վերածի ձևականության կամ մեխանիկորեն արվող մի բան դառնա։ Եթե պիտի մեխանիկորեն արվի, այստեղ իմաստը կրկին այստեղ այդ ամեն ինչի կորում է։ Մեր հոգևոր կյանքի ընթացքին, դեպի Աստված, դեպի կատարելություն տանող ճանապարհին մենք որքան որ վստահ ենք, ամուր ենք դնում մեր ոտքերը, ամեն մի քայլը հաստատուն է, այդ մենակ մի պայմանով, եթե մեր կյանքում կա Աստծո կենթանի ներգործուն զորությունը։ Այս շատ կարևոր է յուրաքանչյուրիս համար։ Բայց այստեղ էլ մի ուրիշ խնդիր կա, իրականում մենք անդադ երբ որ, ես սկզբից ասեցի, որ մեր թեման այդ դեպի Աստված տանող ճանապարհի խոչընդոտների մասին է։ Հիմա ես այդ տարածված այսօր մեր իրականության մեջ այդ ձևակերպված խոչընդոտների մասին չեմ ուզում խոսեմ եւ չխոսեցի էլ, որտեվ շատ հստակ է, կայթակություններ, չարություն, տեղեկատվություն եւ այլն։ Այնքան շատ խոչընդոտներ կան, բայց հիմնական ու ամենակարևոր խոչընդոտը ես դրա մասին կուզեմ խոսել, այդ մենք ենք։ Յուրաքանչյուրիս մեջ կա մեր նման մի օտար, որը շատ հաճախ նույնացվում է մեր անձի հետ, եւ մենք այդ օտարին պիտի կարողանանք ճանաչել եւ այդ օտարին դուրս հանել մեր կյանքից։ Այդ օտարն է, մեր միջի օտարն է, որ հաճախ մեզ խանգարում է դեպի Աստված տանող մեր ճանապարհին։ Որովհետև մենք ապրում ենք մեր կյանքի ամբողջ ընթացքը, որ թվում է, թե մենք գալիս ենք եկեղեցի, այդ իմ ասած կարգապահությունը հոգևոր պահում ենք, աղոթում ենք, եկեղեցի ենք գնում եւ այլն, եւ թվում է, թե մեր կյանքում ամեն ինչ լավ է, բայց գալիս է հանկարծ մի հանգրվան, տեսնում ես քո միջի օտարը քեզ հաղթեց։ Ու շատ հաճախ այստեղ զարմանում ես, թե ինչպես դա տեղի ունեցավ, որովհետև եթե մենք այդ օտարից չհրաժարվենք, մենք երբեք այդ դեպի Աստված տանող ճանապարհին հաջողություններ չենք արձանագրի։ Եվ գրեք հետաքրքիրն է, որ այդ օտարը մեր միջի ապրում է շատ հստակ կազմակերպված կյանքով, նույնիսկ ավելի կազմակերպված, քան թե մեր բուն էությունն է, շատ ավելի կանոնավոր ու շատ ավելի կազմակերպված կյանքով է ապրում։ Ու այդ ինչ որ բանը այնքան ճկուն ու այնքան կենսունակ է այդ օտարը։ Դա մի այսպես օտար բնություն է, որ ապրում է յուրաքանչյուրիս մեջ, եւ այդ օտար բնությունը անընդհատ մեզ տալիս է կեղծ ազդակներ։ Օրինակ, ասենք, մենք սկզբում ասում ենք, օրինակ, կասկածում եմ Աստծուն։ Հետո հաջորդ հանգրվանը այդ հիմքի վրա կառուցվում է մեկ ուրիշ տեսություն մեր ներսում, որ ես կարիք ունեմ Աստծո։ Մեր մոտ առաջանում է այս ձգտումը, ես կարիք ունեմ Աստծո։ Հետո մենք Աստծուն ասում ենք, որ ես քեզ չեմ ընդունում, որովհետև այսքան խնդիրներ, փորձություններ, դժվարություններ, ու դու ինձ չօգնեցիր, ու դու լուռ ես։ Այսքան խնդիրներ կան կյանքում, այսքան դաժան իրավիճակներ մեր կյանքում, բայց Աստված ուր է։ Հետևաբար մենք սկսում ենք կասկածի տակ դնել կամ Աստծո սերը, Աստծո բարությունը։ Հետո հասկանում ենք, որ դա էլ չի արդարացնում,
դա էլ չի արդարացնում մեր դժբախտություններն ու մեր փորձությունները, սկսում ենք ինքներս մեզ ատել, հաջորդ հանգրվանը դա է։ Հետո տեսնում ենք, որ սա էլ փակուղի է տանում, մտածում ենք դեպի փրկության ճանապարհ գտնել եւ ինքներս մեզ համոզում ենք, որ Աստված սեր է, ես կփրկվեմ։ Ու ի վերջո մենք հանգում ենք այն եզրակացության, որ ես գիտեմ, թե ինչպես պիտի փրկվեմ։ Այստեղ մենք պարտվում ենք, որտեղ այդ միջի օտարը, մեր միջի օտարը մեզ ասում է, դու գիտես ինչպես փրկվես, դու էս կանես, էս կանես, էս կանես։ Այստեղ մենք պարտվում ենք, որովհետև մենք չգիտենք ինչպես փրկվել։ Առանց Աստծո մենք ոչինչ չգիտենք։ Միայն Աստված գիտի ինչպես փրկի մեզ։ Ու շատ հստակ է այս ճանապարհը, այսինքն երբ որ մենք ասում ենք ես գիտեմ ինչպես փրկվեմ, նշանակում է մենք մեր ուժերի վրա ենք հույսներս դնում, ես սա նկատի ունեմ, եւ Աստծուն բացառում ենք մեր կյանքից։ Մենք ոչինչ էլ չգիտենք, առանց Աստծո ոչինչ չգիտենք, իսկ Աստծով ամեն ինչ գիտենք։ Այս ամենակարևոր բանը, այդ խնդիրը հենց հիմնական խնդիրը սա է, որ մենք մեր միջի օտարի հետ ավելի շատ բարեկամանում ենք, որտեղ հարմարավետ է այդպես ապրելը։ Մինիմալ պատասխանատվություն, արտաքինից ամեն ինչ լավ է, ամեն ինչ հանգիստ է, խաղաղ է, ավել բեր կամ ավել այսպես դժվարություններ մենք չենք կարող լուծել, այսպես հանգիստ կիսա այսպես նկատ մեր կյանքը ապրում ենք։ Հետևաբար վտանգը հենց այդտեղ է, այդ օտարի, մեր միջի օտարի վտանգը, որը մեզ անընդհատ խանգարում է դեպի Աստված տանող ճանապարհին, մի հատ այսպես կարծեք թե վարակույր է քաշում մեր ճանապարհին, որ մեզ թվում է թե ամեն ինչ լավ է, մեր կյանքում ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա, դե կան այսպես մանր-մունր խնդիրներ, ոչինչ, Աստված մեծ է, Աստված սեր է, Աստված այսպիսին է, այնպիսին է, այդ կլուծվի այդ հարցերը, եւ մենք սկսում ենք այդպես ինքնախաբեությամբ ապրել։ Մեկ էլ գալիս է մի պահ, հասկանում ենք, որ շատ ավելի մեր ճանապարհը շատ ավելի քարքարոտ է, շատ ավելի դժվար է դարձել, որովհետև մենք մեր օտարի հետ ենք քայլում այդ ճանապարհին։ Այսինքն ավելի չենք քայլում այդ ճանապարհին, տեղում դոփում ենք ավելի շատ։ Հետևաբար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ իր իրական ձայնը լսի եւ իր իրական դեմքը տեսնի եւ իր իրական եսի հետ երկխոսի։ Այս ամենակարևոր պայմանն է մեր յուրաքանչյուրիս կյանքում։